Բարի լույս, բաստարին վրա գտեսնեք ով Մարուշը, ով է Մարուշը, Հալեբայ է, նայցեք, ով է Մարուշը, Հալեբայ է, մնա մեկ պարով լրիվ ասկնալի է, անոնք որ Հալեբեն են, անպայման լսած կլան Քույրարուսյագի մասին, Քույրարուսյագը Հալեբի Գյուլբենգյան մայրանոցին, ծննդատունին, գլխավոր հիվանդաբանուհին էր և իմ դարիքիս շատ երեխաներ Քույրարուսյագին ձեռքեն աշխարհեգած են։ Քույրարուսյագին աղջիկն է Մարուշը, Երամյան, Մարուշ Երամյան։ Երամյանը ամուսնական մագանունն է, բայց իր մասին չէ որ այսօր մի խոսին, որովհետև կգարձեն որ արդար չէ, ասպես անցողակի Մարուշի մասին խոսին, պետք է որ ժամանակ տնենք և արիտով ասենք ծանոթանանք իր կործերուն, Մարուշը բավական քիրքեր հրատարակած է, մոր կոկնոցը ազգա մրցանակ շահած է, Անտիլիասի գաթողիկոսությունը, թե որ Մելիդինեցի անունով մրցանակն ունի և 2002-ին մրցանակ շահած է և գաթողիկոսությունը դված է ասկիրքը, մոր կոկնոցը, բարգամը, դաջարացում բանաստեղծություններ, Գաղտնաքրություն, հայերենով կոդինգ, բանաստեղծություններ, վերջերս հրատարակեց դարբանք բանաստեղծություններու հադորիգը և մենք ու մերոնք, որ իր և իր ամուսնին ընտանիքին ամբողջ Քերթաստանին պատմությունն է։ Ասիկա շատ թյուրին գարտացվելի կիրք մնե, ասիկա քիչ ավելի դժվար է, որովհետև բանաստեղծությունները շատ բարականերու սերային հարցերու մասին են, սիրային և սերային, տարբերությունը ինչ է, սերը սիրային է, սերայինը ինչ է, sexual, ասոնք իր կիրքերուն մեկ մասն են, ունի ուրիշ կիրքեր ալ, ես ամենը չբերի, բայց այսօր աս հադորեն, մոր կոկնոցը հադորեն, բիդի գարտանք մոր կոկնոցը պատմվածքը, և հետո քիչ մը խոսինք այդ մասին, պատմվածքի մասին, որտև հետաքրական պատմվածքն է, ուրեմն, Մարուշը գանուխեն գործընծուց ամուսինը և հիմա Գաբրի Եգիպտոս, Կահիրե Գաբրի, հոն բարեգործականը հսկայական, բայց շատ հսկայական արխիվներ ունի, որոնք այդպես մնացած են սնդուկներու մեջ, ինքը կսպաղի այդ արխիվները գարքի տնելով և թվայնացնելով։ Լավ, մոր կոկնոցը, ես պիտի խնդրեմ, որ դուք պարզացան գարտակ, ձեզ մե, ով գուզե սկսիլ, մայդա, Թեի մտինեմ, հարցուցունոն, աչկերը սրպելով, խոհանոցն էին, ինք սող կմակրեր ու մայրը գճարտեր, միշտ ալ սիրած էր իրենց խոհանոցը, լայն, լուսավոր, արևոտ, թարակներուն վրա գանաչ դերևները առողջ և արուք, մդերնություն գներշնչեին, լվատ ծերքերը և թրավ թեյնի գգրագի, երկար ադեն է, որ գուզեր հանքիստ ու երկար խոսիլ մորը հետ, վերաթարնալին ետ տեկնաձուները ելեր էին մեջտեղ, չես գիտեր հետաքրքրութեն է մղված, թե իրապես ամուսնական գարելիությունը փնտրելու, գերեբի առաջինը, որովհետև բոլորն ալքացեր էին քայթագրած իր ծխել են և ոչ ալ չէին վերադարձել։
Մնացել էր մեկը, չուրը երած, Սունոն սարքեց թեյը, լեցուց բաժակները եւ երբ տեսավ, որ մայրը թեր չէր վերջացեր, քնած բերավ էսկիզի դեդնը։ Էսկիզը ֆրանսերեն էսկիզ բառն է։ Էսկիզի Այսինքն, եւ որ մեկը տաբլոը մի պատրաստե, նախ էսկիզը գնե։ Այսպես մատիդով ընդհանուր այսպես պատկերը, որում հիման վրա պիտի կառուցվի պատկերը, ինչպես որ քրողը outline-ը կմատրաստի, գծակրիչը էսկիզ գնե։ Այո, շարունակենք։ Էսկիզի դերն ու ածխամադիդը։ Եվ սկսավ մեքենականորեն նկարագրել մորը կողմից։ Նկարել։ Այ, ինչ մտածեցիր, հարցուց մայրը։ Հեչ, Սունոն գիտեր, թե ինչի մասին է խոսքը։ Թեյը չբաղի, ըսավ խանդադրանքով։ Վերադարձին շատ փոխված կդեր էր մայրը։ Միշտ լուր, հաշտված, թամթաղ, շարժումներով ձերացել էր, թե համագերբեր էր։ Սունոն գզարմանար, մայրը ինչու այդպես լուր չի արել էր սա ամուսնության հարցը։ Ինչու ինք շատ կոհեր իր վիճակեն, որ զինքա գմեղեհոն, ճիշտ է։ Շիտկե շիդակ պան ըսած չունեին, յանքը կուկը դե գսեին, թուն բիդի որոշես գսեին, հայց ինքնալ գսկար, թե ներքուստ ինչպես կուզեին, որ ամուսնանար ու չեր հասկնար։ Արևը ինգերեր ներս, պատտվեր էր ոտկերում, և գադուի նման գկսկսվեր։ Նայեցավ սրունքներում, կեղեցիկ էին, երգար, պարեցև, դղակ ու փոլորնալ այդ մեկ գեդին շուրջ համացայն էին։ Մեկը նույնիսկ նգարեր էր զանոք սրունքները երոդանիի մոտ և ցերքը։ Գիսաբար սիգարետը մատնելու մեջ հստակ չէր, թե այդ ցերքն ու սրունքները նգարիչին էին, թե փնորքուհիին։ Նգարը Ագաթեմիայի տարեկան մրցանակը շահեր էր։ Ամենքով կացեր էին տոնելու այդ հաղթանակը։ Խրախճանքը տասաբահի վերածվեր էր և սկսել էին վիճիլ։ Պիտի վերաթարնանք տասականության, գսեր դողոցմե մեկը, որովհետև քիչ մի ևս և արվեստը պիտի վերածվի անհեթեթության։ Անհեթեթին չէ, որ պիտի հասնենք, այլ ենթակիդակից էության, ուրգե ամեն բան կփխի։ Ինչ է ուրեմն տարբերությունը մեր և ասուլիսմի բնագիչներու գործերում։ Չէ որ անոնք ենթակիդակցական մղումներով կգծեն և հաջող կուկը ձազներդ ավելի հաճող։ Այո, մեկ վարգան։ Ինչ է։ Ասիլիում, խենտանոց։ Իմ ալիևս չի կործած վիր ադի մաստով։ Ասիլիում ալիևս խենտանոց չէ, mental institution է իմ անումը։ Չէ, 19-րդ դարում կործած վերած։ Այո, ասիլիում գսեին խենտանոց էր։ Հիմա նույնիսկ մենք խենտանոց չենք գսեր։ Անոր ֆիլմ ա գա, շատ է դա։ Անհեթեթ ինչ է։ Abstract, անհեթեթ։ Չէ, abstract art, Unhated, absurd, չէ։ Absurd. absurd, անհեթեթ, absurd, անհեթեթ։ Բայց հոս արվեստի մասին է խոսքը։ Որովհետև գսեք որ պիտի վերաթարնանք տասականության, որ կլասիսիզմն է, և գսեք որ արվեստը պիտի վերածվի անհեթեթության, այսին absurd։ Այո։ Անհատական օրինակները դուրս ցկեցեք, սաստեց ուսուցիչը։ Ցկե իմ գործերս, այդքան խագես, որ չես գիտեր դարբերությունը մեր և անոնց գործերում։ Անոնք կնկարեն ենթակիդակցական արարքով։ Մենք կնկարենք ենթակիդակիցը կիդակցությամբ։ Որքան կարոցեր էր Սունոն աշխատանքի հոդը, ներգելու, ձուխի, քրդինքի այդ յուրահատուկ հոդը, որ միշտ հետն էր, ու երբ գելներ թուրս աշխատանոցեն, զովը գկրգեր զինք, գհամպուրեր աչկերը, մազերը, աղի լեցուն գբդացներ շրտունքներուն, գլայնային ռունքերը և շրտունքները գպացվեին, գլրեր ինքնամորած, դրբած զովուն, դղակը շուրջը, երոդանիներու արջև գշաղագրատեին ու գաշխատեին։
Չես խոսիր կսեին իրեն զարմացած։ Ու այդ գենսունակ ջրբողուն թրջունը ինչպես կլրեր, հեշտանքով, ծովում թիմաց։ Չես տեսներ կսիրափանի, որու հետ հովին, ծովին, յանքին, ինչ գիտնամ։ Նույնիսկ Ալֆրեդոն չէր հասկնար, բայց գիտեր, որ իրենց միջև ուրիշ բան մգար։ Նույնքան իրավ ապրող, որքան իր սերը, ջունային համար։ Ինչ էր սակայն այդ ուրիշը։ Սունոն ժպտեցավ հիշելով իր մույս անունը, ջունա։ Կսիրեր երկրորդ անուններն հավասարապես, երկու անուններն հավասարապես։ Չէր մորնար մույսը, բայց իմաստն չէր գիրեր, ըստիբելու այդ օդարները, որ իր դժվար անունը լսեն, այն ալ աղավորված։ Գիտես, ինձի ջունա գսեին հոն։ Կարոցել ես Վենետիգը, չէ։ Սոխորածին հոդը վերաթարցուց զինք արորյային։ Բայց արան լավ դղա է։ Թեյըտ, մամա, եկա, 5 բարգյան վերջ թողլա ջաշը, չլար, ծունո, գիտես բաբատ։ Բաբան անշուշտ գիտեր մուջակները տրան եդին պատրաստ, ջաշը սեղանին պատրաստ և անգողինը դակ պատրաստ միշտ։ Նույնիսկ փոքրիկ, ամենափոքրիկ հաջուկները կավատ մթեին շնթատվող ժամանակին չապ կլացվեր են այս կնոջ։ Ինչպես ամուսնացար հետը, եդետ ծունոն գադղած հայցած ցայնով, մայրը լուր մնաց, առաջին անգամ չէր։ Սեբեք թե մայրը ամուսնացեր էր ծնողքին անսալով, 20 տարեկան էր այնադեն, և դն մնաթարնալու սպարնալիքին դագ էր որ արդեն։ Բայց ինչու քնած հալեցավ այս տամ մեջ, առանց իր խոսքը լսելու։ Քոնե փամը, փարմը, թեկուզ ինքնուրույն շարժումը, որ իրը ըլլար։ Դու ինչպես կգտնես արան, ըսելիք չունիմ։ Չէր գրծած վերջնագարոն են լուծել սա չամուսնանալու հարցը։ Հոն ագաթեմիայի մեջ ամեն բան ավելի հստակ էր, յանքի իր չափված, ցեվված կանոններ ուներ, հոն եղած օրերուն հստակ էր իրեն համար, թե ինչպես պիտի ըլլա յանքը։ Պիտի ունենալ աշխատանոցը, պիտի քծեր ու քծեր, պիտի ունենալ նաև բարեկամը, զոր նաև սիրեր, բայց պայման է, որ իրենք բարեկամներ ըլլային, անա սիրեր ու ապրեր։ Նգարչությունը։ Տարինային երկուքով իրենց միջև ստեղծել այն հատուկ մթնոլորտը, որում մեջ արվեստը գաջի գմեցնա։ Պիտի սիրեին զիրար մեջ ընդմեջ, նգարներու և արվեստին աչքին դակ, պիտի աշխատեին առաջ կամ հետո, իսամերկ, նույն գիրքով ու ավելիով դրվեին պիտի իրենց արվեստին, բայց հոս ուրիշ պամ մգա, պամ մն է կյանքը, որում գիսագետը ամուսնություն է, եգեր ու դեսեր էր, թիդելով մայրը, ընգերուհիները, շրջաբադը ընդհանրապես, հիշեց այն օրը, երբ թեր ամիս մչեր եղեր վերաթարնալուն, երկու ընգերուհիներ եգեր էին զինք տեսնելու։ Փարև, սարմանքով թիդեր էր, շքյով երն հակված երկու անձանոթուհիներուն, որոնք ծանոթ ժպտելով գթիդեին։ Չջանցար, ըսին ներս մտնելով շարժումով, ըստիկված եղեր ես, ոս հրավիրել զինք։ Տաս ընգերուհիներ չէինք, արդեն մորցեր ես, ու մդեր էին շիրակ հյուրասենյակ, հանկիստ կդեղավորվեին, մեկը պեշին զալքերը գտասավորեր, մույսը օծիգը, երկուքն ալ ձանրորեն ոսկեղինված էին։ Ինչ որ ենք, մտածել էր Ծունոն, հա, երեքշաբթի, ինչ տոն է արդյոք, մտածեցինք քալքեզի քարի երկար ըսել և հրավիրել վաղվա մեր հավաքին։ Ու քաշ չէ, բոլոր տասարանագիցներն ակրետ է ներգա բիդի ընլա։ Չեն աշխատիր, հարցուցած էր զարմացած։ Ինչ աշխատիր, բոլորն ալ ամուսնացել են, մնացել է երկու հոգի, տունալ 3, ըսեր էին, որ ու խնդացեր։ Հետո մեկ շամ անընդհատ խոսեր էին, փամփասեր էին մեկուն ամուսինը, մույսին դունը, երկրորդին ծնողքը, կսպասեր, որ հարցնեին իրեն ուսանողական դարիներու կյանքի մասին։ Ուզեին տեսնել իր նկարները, թերևս լսած լային նաև մրցանակի մասին, զոր շահեր էր։ Ինք այդ օդար բզդիկ աղջիկը, որ եկել էր արևելքեն ու շահեր էր իդալիո ամենեն հարկելի մրցանակներն մեկը, բայց չէ, անոնք շատ հերու էին այդ բոլորեն ու դարված իրենց մտահոգություններով։ Մեկը նույնիսկ իր ցերքի մադանին ցույց տվավ ամուսինին վերջին նվեր ներսելով։ Մյուսն ալ, թե ինչ արիթով, ասալ գիտես,
Շատ քո է ինձ մեջ։ Զինք շատ ուրախ կբահեմ։ Այնպեսի երբ թիմի ժպիտով, որ սիրտախառնում սկացեր էր ինք եւ ելեր էր սուրճ պատրաստելու բادرվագով։ Մինչ անոնք այնպես կքրքչային։ Այդ օրերուն էր, որ սկսեր էր այդ անհեթեթ երազը։ Մեկը իր վիզին, թևերուն եւ մակտերուն ոսկեղեն գանցներ։ Զինքը բարձրապես անհաջո էր։ Սկիզբը բարձրապես անհաջո էր։ Հետո սակայն երազը սկսավ գրկնվել։ Այն ալ զարմանալի ցեղով, նույն երազներ, ոսկեղենները տնող նույն անձներ, բայց ամեն անգամ նույն ոսկեղենները գանցներ, նոր ոսկեղեններ գանցներ երազներու վրա։ Ամեն անգամ, որ երազը գրկնվեր, քիչ ավելի գծանրանային մակներն ու թևերը, այնքան որ ալ չեր գրնար շարժել զանոք։ Ինք աշխատանոցի մեջ գիսավարտ պաստարին եւ ներգերուն արջև շարժելու անգարող վրցիները գչորնային եւ ներգերը չուր չլեսած հողի պես կճատրդեին։ Okay, մեկ վարյան։ Այո։ Ինչ է ձեր դմավորությունը մինչև հիմա, ինչ նշմարեցիք, ինչ գավոր հետաքրքրություն շարժեց։ Ինձ բան արևելյան կյանքի մեջ դիգիները, որ գամուստանան միսերուն, ճիշտ շատ է որ Անցիմը արվեստը փոխանակ թեպի հարաճ երկանու զարկանալու իր մեջ գմերնի գոր ամուսնությամբ։ Չէ, այնցերն ալակտեր։ Եթե ամուսնանան։ Պիտի Կարևորություն չեն դարգո արվեստ։ իրենց համար, իրենց ամուսինի նվերն է կարևոր։ Բարոն Արամը շատ ճիշտ նկատեց, որ արևելյան կյանքը գիներուն կովկովի կալու ինվեստիգությանս հալիպցիները գիտեն ասիգա, ընդունելության օր գար։ Այսինքն, օրին օրը գսեր մամաս, և ամեն հալիպցիները օրին օրը գսեին, օրին օրը… Օրինակ, զովիգը չորեք շապտի օր գտնել, այն օրը ինքը բադրաստ էր հյուր ընդունելու, փոլորըտ կրնակ չորեք շապտի, բայց ինք շապտի չեր կրնար, օրինակ, բարալը երկու շապտի ծրած։ Այդ ծերության հատկացված օրը, ուր դանդիրուհին, գոշիգեն մինչև մազերը բադրաստ, հյուրասիրությունը բադրաստ, օշարակ, գաթո, բդուղ, ինչ որ բուզես բադրաստ, գնստի և գսպասի ամբողջ օրը, որ հյուրքան։ Ինքը բոլիսեն շարնակվեցավ Բոլիսան դեր։ Ավասիկ։ Դեք ինչու այսպես սրած էին նախքան, հիմա ասիգա ես գիշեմ երկուս դիգ։ Բաճար մը գա, բայց ասե։ Հիմնական բաճարը այն էր, որ ժամանակ հյուր գոքային։ Լուր չէին դարդանդիրոջ, դանդերը ուներ ջաշ, ուներ մակսություն, զանազան կործեր։ Զավակ, Հերացայն ալ չի գար, բում բաճարը ասե։ հերացայնով լուր դային, որ կեզի բիլի կամ այսօր։ Բում բաճարը ասե։ Ուրեմն օր գտնեին, որ ինքը այդ օրը դունի մակրությամբ, ջաշով, ամեն ինչով բադրաստ լավ հյուր ընդունելու։ Հերացայն չի գար։ Հերացայն չի գար։ Ուրեմն աս, հիմա չեմ գիտեր, որ բատնվածքի մեջ այդպես է, այսինքն հյուրասիրության օր է կամ ոչ, բայց գիները եկեր են, բայց մանավանդ թասնգերուիները եկեր են, որոնք ամուսնացած են հիմա, իր մեզ հատ։ Եվ ինքը կարևոր հանգամանք մգա, իդալիա կացած է, հոն ուսանած է, մրցանակ շահած է և հիմա վերադարձած է իր ծննդավայրը, մորքով։ Հիմա ամեն խոսք ամուսնության մասին իրեն գիշեցներ այդ մխծավանչը, ինչ սեր, ըսեր որ երազ դեսեր է, ըսեր որ գվախնա, բայց որ մե, ինչ են, պիտի հասկնային իր վախերը, գգասկած էր։ Դագավին ամուսնության կաղապարը իր մտքին հետ արնչվեր էր հոս, այս կաղաքը մնալու, վերջնական օրեն հոս պագվելու իրողության հետ։ Ինչ ուրախությամբ վերադարձեր էր, արվեստի մեջ նոր շունչ բերելու, իր խոսքը ըսելու երամթով եկեր էր։ Նույն երամթով ալ աշխատեր էր սկիզբը, հետո դեսեր էր, որ ոչ մեկուն համար հարց չէ, թե ինչ գսե ինք իր նգարչությամբ, թե իր ըսածը նոր է, թե հին։ Ամեն մարդոս դարվեր էր իր վասկով, ավելի հարստանալու, ավելի բարձր պաշտոն ունենալու ագումբեն ներս, ավելի առաջին շարքը նստելու ու հանդիսություններու ադեմ փոխորդալու ավելի պատճառներ ունենալու, որու համար էր ուրեմն իր արվեստը, բայց շատ լավ դղա է Արամ, այս ալ եթե փախցնենք,
Մայրս պայման է որ ամուսնանամ, ըսավ համբերությամբ, Անհամբերություն։ Անշուշտ աղջիկս, աշխարհի օրենքն է, հետո մենք այսօր գանք, վաղ չգանք, ամեն աղջիկ պետք է ամուսնանա, իր դունդեղը ունենա։ Ինք, որ ամբողջ գիտակցական կյանքը ապրեր էր ուզածին պես, սկսավ սկալ, թե որքան դժվար, իրավես շատ դժվար բան է բոլորին պես լինել։ Ամուսնության թեմ չեմ, ըսավ ի վերջո, սուդալ չէր, հոստեղի վիճակն է, որ չեմ ուզեր։ Քանի անգամ կացեր էր զանազան հավաքներում, թիդեր էր այդ գիներն ու աղջիկները և զարմացեր էր անոնց երանթին։ Ինչ համոզումով լծվեր էին անոնք իրենց առօրյան գերդելու, զանազան անգյունները ձվեն հավաքելով, համբասելով, քալիք հարսանիքին հագնելիք չունենալու ցավով, երկու դարվան ոսկեղենին հնությամբ, դրացին դամ նորոգությամբ, մյուս դրացին դքեղ ամուսինով, որ հագարակ շատ դքեղ լալուն, շատ կսիրե իր գինը, ընգերուհիով, որ գուսակցական է և ժողովեն ընգերմը ունի 3 տարի է ի վեր, պիտի առնեն զիրար թե ոչ, մորթալով իրենց ցավերը, մտահոգությունները, խորունկ թաղելով այս բոլորին դակ, միջ անթին կյանքը չքնավ, քեղեցիկ, ցանգահարույց կյանքը դարփոտ նայվածներ գնեդե ու գանցնի գերթը անվերադարձ։ Ջունան գվազեր անոր ետևեն վրցիններով ու ներգերով պերնավոր, գվազեր ու հաջախ կմոդենար, շատ կմոդենար։ Այնադեն իր բաստարները դարբեր դրոպ կհակնեին, դարբեր ցևով գճարակայթեր իր գաբույտը և իր գիները գլային կյանքին պես մերկ, քեղեցիկ, դարպահար։ Միակ մխիթարությունը նոնոն էր, նվարդը, բայց անալ ուրիշ ցավ էր։ Քնա, գսեր, քանի արի թունիս քնա, հերացիր, չես ուստեսներ իմ վիճակս, ժամանակը իմս չէ, ես նույնիսկ իմս չեմ, ողջ եմ ու գհետևիմ թակաղիս, քնա։ Չեմ գիտեր ծնողքս ինչպես պիտի ընդունին ատիգա, գսեր ու գկծեր նոնոյին թափանցիկ մորթը, որ ունդագեն գաբույտ երակներուն մեջ են արյան փոխարեն ինչ դենչեր գկծեր, ինչ ցանկություններ, մանրանկարիչի համբերությամբ, մինչ նոնոն դողեր գարդասաներ սաղմոս գարդալու պես ցած ու կանաչ ցայնով։ Որու խոսքերն են հարցուցել էր առաջին լսելուն։ Նոնոն չէր պատասխաներ և ինք գիծեր էր։ Թբրոցեն գքրեիր, հա, շատ պանունիս, միակ մխիթարությունս է։ Զավակներըդ, թունալը սկսար, սկուշ եղիր ջունա, չինասատ թագարդը։ Չէ, բարձավես քու գարձիկըտ կուզեի, մամաս միշտ այդպես սկսեր։ Մեզի բեսները ամուսնանալու չեն։ Ինչու ամուսնացար, եթե գիտեիր, չէի գիտեր, ուրիշ բան կգարձեի։ Հիմա տեսա, որ կարելի չէ։ Գամ գինես ու մայր, գամ գինես ու արվեստակետ։ Առաջին անգամն է, որ կհանդիպիմ չքոցվող երանգյունի, ըսավ Ցունոն, թեև ինքալ ըսկացել էր ատիրա։ Նոնոյին աչքերեն սաղած արցունքները Ցունոն նկարեց երկու մեծ, սկանչելի մարգարիտներ և խխունջմը։ Դեսնողները պիտի ցնցվեին բշկանքեն։ Թող բշկան, թող կանին, ամեն բան այն չէ, ինչ կերևի։ Այդ քեղեցկություն ի վերջո փանոմը պիտի սնանի։ Մեղք չէ, որ երազի և դենչերու մոխիրով սնանի։ Ալֆրեդոն ինչ եղավ, Արան ամուսնության առաջար գրավ, Ալֆրեդոն գհրեր մտքեն։ Չեմ գիտեր, Ալֆրեդոն փախուշ չգար, գսիրեմ զինք, այդ իսկ չի փրկեր։ Okay, վարգամը գենանք, ձեր մոտ դեղմը լուսանցքի մեջ կամ ուրիշ դեղ արցանակրեցեք քանի դիբար դեսակ մինչև հիմա, ով գաս պատմվածքի մեջ, անուններով։ Կդակ։ Չէ, չդիարցնեմ հիմա, որտեղ վերջը մի փախտադենք գալով Ցունոյին։ Շատ մտայեցի, որ ինչ անուն գրնալալ Ցունո։ Գրջադում մնե։ Միակ անունը, որ ես գիտեմ, որ գրնա գրջադվիլ Ցունոյի, Ծվիկն է։ Ցա ու ինի գե։ Ծվիկ, որ Գիրեգյան մագանում մնե, Գիրեգյան անուն մնե,
Եվ մեկ կճանչնանք ձվիկը, որ Կալիֆորնիա գաբրի, ձվիկ, ցայով, ձվիկ, գիրիգյան վեբերում մեջ, եթե այդ շրջանի վեբեր գարտակ, օրիորդ ձվիկը, իշխանուի ձվիկը գա այդ անունը, նույնիսկ կարծեմ Լևոն Շանթի պիեսներեն մեկում մեջ կա, ձվիկ։ Չէ, հայկական անուն է, հունական չէ, ջունան, ես կարծեմ, որ և որ իդալիա կացած է, ձվիկ եղած է ջունա, որև երկու անուններով կներկայանագոր, իդալիա կոնե, և վերադարձեմ մեջ ձվիկ է, հոն եղած ադենը ջունո է, լավ, շարունակենք, Ուզեք ես շարունակեմ։ գարտը, Ցունոն վրցինը ցերքը սպասեց վարյամը։ Նոնոն քիծավ, որ ջունան համացայն չէր լսած է։ Ջունան թափթափ թափթափ թելի նոնոն, որ մտածեց, թե որքան փառք էր ջունանի համար քեղեցիկ, ոչ, այդ չէր ասել ուզածը, այլ որքան, այո, որքան արվեստակետ է ջունան, մինչ ջունան կմտածեր ըսելիքի մասին, նույն ադեն ջիկ կթափեր չմոռնալու համար ուրիշ նգարիմը ուղղակիցը, որ գետ առ գետ սկսեր էր գազնվի մտքի մեջ։ Անշուշտ որ սերը դպրգե, ըսավ հատիկ, գիտեմ, որ թունա զհավադասա դորփայ, դեսար ընդմիջեց նոնոն, երբ սեր գա, պետք չէ փայց լա, սպասե, չես կարծեր, որ սխալ պամը գա այս բոլորի մեջ, օրինակ թուն, ես ինչ, սիրելով ամուսնացար, չէ, և հիմա գսես չէ սերը չի պրկեր, ինչ եղավ, գերևի չէինք սիրեր զիրար, բայց զնող մնող մորցակ երկու կտար, գերևի դհաս էինք այն օրերում, չես կարծեր, որ քիչ մնալ շրջաբադ է թեր ունի, թուն այդպես կգարձես, ես պամենա չեմ գարձեր, կփորձեմ գացությունը հասկնալ, ինչու այդպես կմտածես, որովհետև նույն վիճակը գաբրին, ինչպես թե, 3 տարի է վերադարձել եմ և արդեն խեղտվողի վես կսկամ ինձ ինքս, կարծես վիզես քար գաբերեն ու նեդեր այս շարժուն ավազներուն մեջ, ամեն շարժում թուրս կալուզ իս ավելիով խրևար, արորիային մեջ, սկսա վախնալ նոնոն կհասկնաս, նոնոն կհասկնար, ինքն ալ նույն վիճակին մեջ էր զավակներն ու ամուսինը ջամփել է ետ կմտներ անգողին, ընելիքս ինչ է որ մտածելով, անշուշտ, եթե ունենար մյուսներուն պես նախաջաշի սուրջի առավոտյան, երեգոյան կիշերահին և թերջես գիտեր ինչ հավակներ, հազիվ գնար հասնիլ, բայց ասոնց մե ոչ մեկուն չեր երթար, գործերը գներ ու կմտածեր, հիմա ինչ ընել, Սովետ միությունը եղած օրերում գերտար սովետական քրաթարան ու անպայման հետաքրքրական 1-2 բան գտներ, հիմա այդ ալ չկա։ Դիգին, քիրքերը ալ դոլարով սկսան ծախել, շատ սուղի գնայի, արնող չլար, որու համար փերեն, 1-2 հատ փերելն ալ չարժեր, թերթ ալ չգար։ Եղածները խենջ ու գրակ բաներ էին, հերասաններ ու երգիչներու և չագերդավոր արվեստակետուհիներու մասին։ Գքրեր ջունային համար գգարտար, հետո նայե, գհավնիս այս էսքիզը, նոնոն ելավ նստած դեղեն ու եկավ մոտ, ջունան ածխամավիդով կծեր էր երկու անթիմակից կլուխ, մեկը մյուսին հենած, և այդ հենած կլուխեն, որ գնոջ մը կլուխներ, վարսերեն թադելով ահակին ձովեր, անդարներ, ժայեր գթապեին վար, դեղը բարավություն ծիքելով, որքան լավ գսկասիս սարմանով, մի մորնար, որ ես ալգին եմ և նույն հարցերում մեջ բրնված։ Այո, երթալ, հերանալ, միակ պրգությունն էր հերանալը, բայց ուր։ Ինձի գսես թե ետ չբաղի, թուն նստեր ես ժամն է չես խմեր ու կավատիտ գնայիս, ինչ կա մեջը։ Մայրը վերջացուցեր էր ջաշը, թրեր էր գրագին, լվացել էր աման չամանը։ Աման չամանը։ Գիտեմ, որ ըսելիք ունիս, չեմ հասկնար, ինչու չես ըսեր։ Սունոն ըսկաց մորը վախեր, չլա թե հերու անցուցած դարիները օդարացուցած լայն սիրենք, ըսկաց ու մեղկծավ։
Պիտի երթամ սավ գամացին։ Ուր։ Թեր չեմ գիտեր։ Ինչու՞։ Հոս ընելիք չունի։ Հոն ինչ պիտի ինես, որ հոս չես կրնարնել, աշխատանոց ունիս։ Դարին, եթե ուզես, մեկի դեղ երկու ցուցանտես կրնասնել։ Կարևորը քու աշխատինը դե։ Okay, հիմա նորեն պիտի գնանք, այս անգամ պիտի գրեք ազգանության մեջ երկու գլխավոր ջուրեր կան, այսպես ասած, երկու թեմաներ, երկու հարցեր, երկու խնդիրներ, որոնք կգազմեն իրար հետ պատմությունը, որոնք են այդ երկու թեմաները, ինչ անունը, եթե գնաք մեկ փարով ամեն մեկուն վերնակիր մտի։ Մատիսենք կամ պետք է գրենք վեճ ասենք։ Չէ, մի չսեք, պիտի գրեք հիմա։ Այո, Չհասկացա սովետական միության նույն ինչա մեջ սովետական միության քրատարանի անգամ քարյունը մեզ է գալիս։ Հասկացա, որ դեղը Հայաստան է։ Չէ, Հալեբե։ դերն է ուր որ արկիկեր գղրգում։ հրամի, Սովետական ժամանակ քիրքերը հարմար Հալեբեին շատ մարդիկ կային քիրքը վաճառեին հարմար քիներով։ Այսինքն սովետական Հայաստանեն Հալեբ Այո, Հալեբ քիրք ու կար, միան քիրք շատ բաներ կար, բայց հիմա ինքը հոս քիրքի մասին խոսած է։ դիսկար բուկար։ Դիսկա ամեն բաներ գծախվե։ Մարդիկը հարմար քինով կգնեին, մեկ սուրյական երկուսը քիրք կնային, իդ միջակ տասակարգի մարդիկ կնային քիրք կնել։ Հիմա սովետ միություն չմնաց քիրքի բիզնեսը կեցավ։ Դոլարով է։ Բայց հետո նորեն վաճառականություն շատ կրս Հայաստանի եւ Այո, բայց Սուրիայի։ քիրքի չեր ալիևս։ Քիրքի չի գա։ Թաբլոներ գուքային։ Բարիշ Սեբագը, Զորավար Անտվանիգը եւ այլն եւ այլն։ Այո, ես Եվ ուրիշ ամեն բան տասնախոսության ներկա եղած եմ Բեյրութի մեջ։ Չեմ հիշեր Հայաստանեն մտավորական մներ, քիրքերու մասին խոսեր, հետ սովետական, սա որ այո, սա սովետական միությունը փլուզում են հետո, շուգան ամեն լեցվեցավ բան քիրքերով, սեքսի մասին եւ արտմանված, սա մարդիկ սկսան գարտացին, տեսան, որ նույն սեքսն է, ինչ որ իրենք գիտեն, ուրեմն այսին ամագարտակ քրական խորք չունեցող քիրքերով լեցվեցավ։ Սովետական միության ժամանակ քիրքերը որ գտվեին, կառավարությունը գոքար ծախսը, ուրեմն ծախսը հանելու խնդիր չկար ծախողին մոտ։ Կրետե ծրի գարներ ինքը եւ հարմար կինոմալ կծախեր, եւ որ սովետական միությունը փլավ, ամեն բան դոլարի գնաց, ալիևս սուղծավ ամեն բան։ Ադորաման մարդը գսել որ գնող չի գա ալիևս։ Այ ուրիշ լավ, շարունակենք։ Պիտի քրենք մե այդ երկու։ Հա, գրեցեք երկու թեմաները։ Այո։ Շարունակենք։ Այո, ուրեմն H 125 վարը աշխատանոց։ Շարունակենք, թե ուրիշ Գարտա։ Աշխատանոց այո ուներ եւ ճիշտ է իր ուզածին պես արևոտ լայն բադուհաններով, որոնց մեթուրս երկու գաղնիներ միստիկ շշուկներով գլեցնեին աշխատանոցին դրությունը։ Ցուցահանդես ալգրնարենել, բացում գնես, կոկտելով, չլար, առանցադոր, օրենք է, մարդիկ ու կան, նկարներդ ավելի իրար զիրար գտեսնեն, լավ ժամը գանցնեն, հետո գերտան, գմորդան քեզ հալ, նկարներ դալ, գնեմնալ, որ չեն գոխեր, ցուցասրա։ Թերևս հիշեն նոր դարվան մոդերը, չէ որ բարանթեսներում վիճակագրության նվեր պետք է հայտնվի։ Մինչև երբ այսպես միսմինակ մնաս, ինչու ուզես, որ անպայման ամուսնանալ, աբահով գլաս, ճիշտ ալ հոն է արդեն շամ գլուխը, ինչ արվեստ աբահովության մեջ, արվեստակեդը միշտ պիտի դակնաբի, միշտ պայքարի մեջ պիտի լա շրջաբադին հետ, միշտ պիտի գասկածի իր վրա, աբահովություն միայն կարելի է քնանալ աբահովության մեջ։ Մենք մայրը կգարձեր, որ ամենեն զորավոր վերջին թղթախաղը գխաղար։ Ցունոն ըսկաց ադիգա և դխրեցավ մորը համար, ուրիշ էր հարցը, ուր երթալ։ Վենեդիգը վերջացած արար էր, ոչ ընկերները գային, ոչ իսկ ուսուցիչը, որ քաշվեր էր դան մեջ և նվիրվեր ուսումնասիրության։ Ուր երթալ, եվրոպական ոևե ոստան,
թե Ամերիկա եւ ինչ ունելու, հայություն քարոզելու, ալ աբարչուն է ադիգա, թե մորցած հայությունը ինալու համաշխարհային ցուցասրահներուն անցքերը, այդ ալանկարելի է, ուրեմն ուր, Հայաստան, Գյանքը քոյության ազնվակույն քինին եւ ամենաթունթը զորգարելի է պատվել միայն խմելով հոս այս քաղաքի մեջ բախտրվել է։ Մարդիկ ծարավ կմնան, ծարավ, բայց հբարտ իրենց քինիներով, որոնք մարանը փոշիներուն եւ դակին գկացին։ Ապրիլ գուզեր ինք եւ կինովնան։ Այն օրերուն քեղեցկագույն կյանքը, որ նաև իրավես գիրարգելի գտվեր, արվեստակեդի մկյանքներ, աշխատիլ ու հետո օրերը ապրիլ պարեգամի մհետ, արվեստ և սեր, աշխատանք և սեր և ուրիշ ոչինչ, ինչու չէ գնար ապրիլ այդպես։ Չուրի քաղաքեն վենեդիգեն ետք անաբադը, Չուրի քաղաքեն Վենեդիգեն ետք անաբադը, արձաններու քեղեցկության և արվեստի քաղաքեն ետք չոր ու ցամաք այս քաղաքը, մերգանթամ ու ցանգահարույց քեղուհին ետք ձերունին իր պերթին գուզով, ուրգել էցներ իր արվեստին սափորը և ուր բարբերզայն, որքան բարզորեն թյուրին պիտի լար հանցնվի ճագադակրին և ապրիլ անպատասխանատու երջանկությամբ 1000 անգամ մտածեր էր ցունով, ինչպես մորնալ սակայն քերակույն հավատքը, արվեստի ստեղծագործությունը, որ նույնքան կարևոր է, որքան դիեզերքինը։ Ուրեմն որոշեր է սկել երթալ, մայրը խառնեց սալադը, թրավ սեղանին, վերցուց գեր գիսով լեցուն թեին կավաթը, վերցուց թեր գիսով լեցուն թեին կավաթը և թրավ լվացարանը։ Այդպես էր մայրը, այդպես են բոլոր գիները հոս, ամեն պան գիսկադար գնեն, թեյմը խմել են ինչև սիրելը, չես գիտեր չեն գրնար, թե գվախնան, որև գարտացած ժամանակ միևնույն ժամանակ ուրիշ բան Գուզեմ միայն նգարել ու սիրել, Ցունոն ինքը զարմացավ, հոն ակադեմիայի խենեշություններու մեջ համարորեն գարչեր էր իր պահպանողական դեսություններուն, երբեմն ծաղրվելու քնով։ Գուզեմ միայն նգարել ու սիրել, Ցունոն ինքն զարմացավ, հոն ակադեմիայի խենեշություններու մեջ համարորեն գարչեր էր իր պահպանողական դեսություններուն, երբեմն ծաղրվելու քնով։ Մեր գույս արվեստակեդը գսեին իրեն, ու հին զեղչելով, որովհետև գհամարեր արվեստը անսեր նեսնել։ Հիմա ալ հոս, այս անմտորեն պահպանողական շրջապատի մեջ ելեր սերով ապրելու մասին խոսի։ Ելքը այդ էր, միակ ելքը չինալու մորը ինգած զուղագը, ավլե սրպեեպե թապեգեր խմելագ է, սուրբ յոթներորդության կիրգը։ Գամ բիդի ամուսանար և ծերտ կաշեր նգարել են, գամ բիդի երթար նգարելու և սիրելու իր կյանքին։ Շատ բան չեր ուզածը, ստուդիոմը և մտնոլորտ, մեկը զոր սիրեր և այդ սիրելը լար նաև պարով, նգարելով, խոսելով։ Հոն կոնե իր մարդկային անհատնում դարաբանքը իմաստ մտունենար, հանի մգծարայեր։ Գսիրեին զիրար ինքն ու Ալֆրեդոն, հստակ էր, որ երկուքնալ սերեն ավելի գսիրեին արվեստը։ Իրենցը խնգարվում էր այդ թիթիվին և իրենց կյանքը քրմություն անոր փակինին։ Եթե գսիրեին զիրար, գսիրեին այդ չաստվածահույին, չաստվածուհին նվիրելու համար զայն։ Խոհանոցին, աթորին ու հորը անավարտ կոգնոցին կանված Ցունոն կմտածեր, որ այս առավոտ և ամեն առավոտ գուզեր Ջորջիա Օքիֆ լար։ Ջորջիա Օքիֆը թաթարի ընթացքին ձեր հեռախոսներում մեջ նայեցեք ով է։ Կարևոր բան է, արվեստագետուի մնե։ Այո, քանի մի տարի առաջ հոս եղած ցուցադրությունը շատ կարևոր գիմ մնե։ Գաբրիլի մա։ Չէ, մերած է։
մերած։ Արթնալ վրանիմը մեջ եւ ըլլալ երեքով մինալ, ինք նգարչությունն ու փնությունը։ Այնքան անգարելի թվեցավ ցանկությունը, որ փարգությամբ ելավ տեղեն։ Ասպես չլար, պիտի երթամ, անպայման պիտի երթամ, եւ ուղղվեցավ թեպի աշխատանոց, թուրը չախեց ու գեցավ։ Բայց ուր, ով ներեց մեզ հոս ավազներուն վրա, որ ոչ կմերնինք, ոչ ալ ծեր քաշենք մենք մեզ մե, ոչ ալ գծանքինք, մինչև երբ այս մեզ մնալու վիճակը։ Նորեն պիտի կարդամ ասմասը։ Ով ներեց մեզ հոս ավազներուն վրա, որ ոչ կմերնինք, ոչ ալ ծեր քաշենք մենք մեզ մե, ոչ ալ գծանքինք, մինչև երբ այս մերնիլ մնալու վիճակը։ Պետք է երթալ, պետք է դուրս ելնել այս քաղաքեն, որ գախարտված է կարծես, ուր մտնողը գմորնա աշխարհը եւ գրնագը տված աղվոր արևին կհանձնվի երազներով։ Հոս բոլորն ալ մեկ փիլիսոփայություն ունի, ուդել, սիրել, արքայություն եւ մեկ քո IBM Իշալլա բուկրա մայլիշ։ Պետք է աստված գամենա վաղը, վնաս չունի, պետք է հերանալ, փախչիլ արագ, հավա ծնողքը, որ մինակ պիտի մնար, բայց այդ ծնողքը չէր, որ իրեն սորվեցուցեր էլ ցկտի լավակույնին, էնել իր գարողութենեն ավելին եւ լալ մարդ, հագարակ ամեն բանի։ Հիմա ինչպես ինք սոհե այդ բոլորը եւ մնահոս, դափակնալու, նեխելու թադաբարտված։ Բայց ուր, այնպես կգարոտնար ծովը, որ անսահման է, սահմանված սեղմված իր ափերուն մեջ, այնպես կսիրեր անոր ինքզինքեն դուրս գալու, ողողելու դարերքը, գադախությունը, գարձես նախապես ապրված անսահմանության գարոդեն ու հիշադագեն մդրակվելով։ Թերևս մենք ալ նման հուշ գարոդեմն է, որ գդարապինք, նախապես ապրված գադարելության հասնելու գիրքն է, ուր երթալ։ Հարցը 1000 վետվիդումներով գարցանակրեր մտքին մեջ, գարցագանքեր մտքին մեջ, բայց ջունան մոդեցեր էր նգարագալին, նոր մաքուր բաստար մգդեղավորվեր, արդեն դարված այդ գիրքին մոդեցող անիքները։ Վաու, նարիկ, Շատ գեղեցիկ բանուած։ Կատարե հիմա։ Ուրեմն, վերջացուցինք պատմվածքը և նախ պիտի անցնեմ դիբարներու անուններով քանի հատ կդակ։ Okay, հիմա ասկում եմ ես սկսեմ սալպիեն, ամեն անգամ որ անունը լսեք, որ դուք արդեն ունիք, նշան մղրեք, դեսնենք ով անունը ունի, որ մյուսները չունին, սալպի մեկ հատսեք։ Ծունոն, Պետրոս, Մայրը, Ջունա, բայց Ջունան և Ծունոն նույն անցն է, բայց դարբեր պերսոնալիթե մգաղում, այո, բարոն Արամ, Նվարդը, Նոնոն է նվարդը։ այո, Պետրոս, ներողություն, ներսես, Alfredo. Ալֆրեդոն, Ուրել աչեն Զեպյուր, Ընկերուհիները։ ընկերուիները, Շարքը գեցա։ Զեպյուրը ըսավ ընկերուիները, Հայրը, հայրը Այո։ վստահ չեմ, որ հայրը ներկա է պատմվածքի մեջ, Միան գհիշվի գոր, ու էլ գիշվի գոր, մոտ Կարակերը գայց։ ինքը արանալ չի, միան գհիշվի գոր, որ տեխնացու է իրեն։ այո, ձովիկ, եթե բանը հայրը Արանասի։ իդալիան ընկերները, ընդհանուր ընկերներն այհիշես։ մայդա, Բոլորը իշխեցավ գարձես։ ձովիկ, Ջանանանա, արանսինք ըսվեցավ, Մայրը, հա։ Ծվիգը ով է։ Նո, ձովիկ չիգա ես լսի, որ կնալալինք, Ծունոն է, օքեյ։ ես չունեմ նույն։
Վերջացավ կարծեմ։ մեկ հոգի կա։ Ոգա։ Ուսուցիչը Իտալիո մեջ։ Ուսուցիչ ուտա Իտալիա։ Հիշվին ադոնքար գտել։ Բայց Տիգին Սարյանը Իտալիա ամբողջ մեկ փակեջի մեջ դրավ Իտալիայի։ Չէ, բայց ուսուցիչը մեկն է որ գցկե վերջը ուսուցչությունը եւ դու գմտնե եւ գսկսի մինակ աշխատի։ Կարևոր է ադիգա որտեղ արվեստակետի գործին հետ կապ ունեցող խնդիր մնա։ Ուսուցիչը։ Okay. Քանի օքի ունեցանք 10 10 Լավ, հիմա երկու խումբի մի փաշնենք աս 10 գլխավորները եւ երկրորդականները Բարձ է որ գլխավորը Ծունո Ջուլան է Երկրորդ Մայրը գլխավոր է թե երկրորդական է Գլխավոր է որովհետև ըսելիք ունի Ամբողջ ֆիլոսոֆին ամուսնության Մորմենք ուկա այո Ֆիլոսոֆի, ամուսնության ֆիլոսոֆի։ Ամուսնության մտածելակերպը Ուրեմն երկրորդ հարցումը ցեզի ամուսինը հայրենի մեջ Ինչ կնշանակի Կամ գինը կամ նույնն է գինն ամուսին Կամ գինը կամ ամուսին է Ամիսանի ամուսիններ Մենք այդ սխալ հասկացած է դարձի մենք այդ մարդն է ամուսին Ամուսին կնշանակի երկու օքի որ իրար հետ են ամուսիններ Չէ, մարդուգին դուք ամուսիններ եք Ուրեմն Գլխավոր Ծունոն Ջունան Մայրը Ալֆրեդոն ուր գտնենք Գլխավոր չէ Մանավանդ որ Գլխավորը ներողություն մեջ է Ալֆրեդոն անցյալի մեջ է Ալֆրեդոն Իտալիա է Միայն Ադիգա մեզի կպերի հետևյալ հարցումին Երկու վայր կա Իտալիան գա և մյուսը Մյուսը ուր է Ինչ են գիտենք Հալեբ է Արապերենը գնա Հորսալան լալ, գնա Իրաք լալ, գնա Լիպանան լալ Անաբադի բեստեղ մնեմ Հետո գիներուն այդ սիստեմը ավելագերբը հալեպյան սիստեմ է Չէ Իրականությունն է Well, adică pe ce năgadi unenas? E çark samvets. Zepir Hacız Karta bari barperuçunu çuri kağıken. Չուրի քաղաքեն Վենեդիգեն ետք Անաբադը արձաններու քեղեցկության ու արվեստի քաղաքեն ետք չորուցամակ այս քաղաքը։ Մերգանտամ ու ծանգահարույց քեղուհի են ետք ձերունեն իր պերտի գուպերտ։ Perte. Հալեպի պերտը դա չէ Halebi Perte. Մենք չենք գիտենք Okay. Halebi Perte. Kağıkin ammenin nişanavor şenkte. Որտե Perte ուգդի պանոնի։ Գնալ։ ասած փաստունքի մը վրա է Հալեպը չորուցամակ է։ Չոր ցամաքի էսալ Եթե Եգիպտոս Սանդուղներով վեր գելես Պերտին։ Պերտը հիշված է, որովհետև Հալեբը Պերտ ունի։ Պերտով հայտնի է Եվ այսին այնքան նշանավոր է, որ ես Կանադա մի փոխադրվեի ընտանիքով, այնադես սովորություն կար, դասարանցիները, ընկերները քեզի նվեր մուգդային որ հետ տանիս։ Ինձ հավաքույթ մըրին և հավաքույթին խաղ մըրին իրար մեջ են համանցնելով վերջին դուպը ձերքս եկավ, ես պացի մեջ են ելավ Պերտին մինիատյուրը, բղին ցեշինված, որ ինչ է մաունին դունը։ Այսի շատ նշանավոր էր, վրանալ աշտարակ մգար։ Իշեք ընկերուհի ամեն աշակերտությունը թվրոց գարակեին Պերտ կտանեին, այո կարիք, աշակերտությունը որ ջանքնան ուր է այո։ Բայց չեմ կարծեր որ շատ կարևոր է ուր լա Հալեբ Չէ։ Բեյրութ է գրնա Չէ, բայց մարդոց մտածելակերպն է կարևոր Ճիշտ, շատ ճիշտ, այսինքն հոս հիշվածը շատ ու շատ հալեբյան
մդայնությամբ փարքերու հետո այդ ընդունելության օրը ադիգա հալեբի հատուկ է ուրիշ տեղ չի գա Բայց որից նույն բանն է, վստահաբար Լիբանանը նույն բանն է։ Ես Լիբանանեն եկած ընկերներ ունիմ, աս շիրքետ, միրքետ, ասոնք ամենը նույն Ճիշտ է։ բաներն են։ Բայց իր հիշածը եւ չորուցամակ կսեգոր Լիբանան Հալեբը չորուցամակ չի։ Գնամ որ բայց պատմության մեջ շատ կարևոր չէ, չեմ կարծում։ չէ մեծ խնդիրը չէ մեծ խնդիրը չէ Հիմա Լավ։ հիմա 66 Ալֆրեդոն նետեցինք անցյալ Նվարդը։ նվարդը Նվարդը գլխավոր միջին։ գլխավոր Գխոսի։ Նյութին համար գլխավոր չէ այն իմաստով որ նվարդը գարտես հայրին է մորը այսինքն նույն կյանքն է գրեթե մայրը եւ նվարդը չէ որ իր արվեստը մեկ կոնտրած է եւ ընտանիքին նվիրված է Չէ, որովհետև նվարդը բոլորովին ատքիձը չէ։ դե չավորչան այո դա կավին դա այո ուրիշ մնացածները երկրորդական են հայրը ներկա չէ բայց իր ինչ որ ֆորմե դեսած է գինը իրեն ամենա շատ հաստատ է, այսինքն իր մտածումին մեջ կարևոր թերմ ունի։ նույնիսկ ես կգործեմ որ բաղության մեջ հայրը մահացած է Չէ, բայց պիտի ես այդպես կգործեմ հայրը ողջ չէ իր սիածինամ Չէ, գսեգոր որ ասից պետք է պատրաստ լավ։ եւ որ ողջ էր ես ամակ կգործեմ որովհետեւ այլապես չի գա հայրը մայրը ուրախ ամուսնությունը չէ ունեցած երևի այդպես կերևի Բայց որտեղ դողիմը մեջ քսեցուն շատ ուրախ է իր ասի անա 20 տարեկանից ամուսնացած է մստավ եւ հայտնի է որ շատ այո ամուսնացած է որովհետեւ այդ կնեին աղջիկները Բայց գսել ծնողքս ինչպես պիտի ցկեր, գսել ծնողքս չսել մայրս ինչպես պիտի ցկեր։ ճիշտ է Ես ուրիշ բան նկարեցի։ Խնդրեմ։ Ինքը գարցե որ հալեփ եթե ապրի գսե որ ուրգե պիտի լեցնեմ սափորս։ այո որտեղ Այստի սափոր որով հալեփ փամը չի գա այսինքն ինչ պիտի կծակրեինք ինչ այո նկարը։ այո որտեղ այդո անաբադի ճուր չի գա Ուրգե պիտի լեցնե աս օրինակ շատ հաճելի դրեցան։ այո լավ երկու ջուղերը որ խոսեցանք ինչ են այդ երկու ջուղերը Արվեստը գարկով ամուսնություն Դժբախտություն։ արվեստ ամուսնություն եւ արվեստ Ես թերեմ գին եւ արվեստ։ գին եւ արվեստ բայց գինը երկուքին ալ մեջ կա Gin versus չէ Պայմաններում կարեկին Սեմ դժբախտություն, ոչ ուրախություն, կողնագություն չունի կյանքին դժկողություն թշկողություն գնա։ մեկ հատ է մյուսը Թշկողություն Մարդացի ամուսնությունն է։ երկուքն է թշկող են, ամուսնացողն է թշկող է, ոչ ամուսնացողն է թշկող է։ հա դու ընդանուրը դժկողություն դեսար Թշկողություն է։ օքեյ Յանքեն կող չէ, երկուքն է յանքեն կող չեն, մեկը ամուսնացած է, մեկը չի ամուսնացած, բայց կողնագություն չի գա յանքի մեջ։ օքեյ երկուքն ալ դժկող են որովհետեւ մեկը ամուսնության մեջ խեղդված է մյուսը անորոշության առանց ամուսին ունենալու կյանքը գաբրի արվեստակետ յանքը որ միջին արևելյան հասկացողության մեջ խեղդված է որովհետեւ ամուսին չունի արվեստի մեջ է եւ այդ երևույթը շատ ընդհանրացած չէ արտեսակ աղջիկ կամ արվեստակետը որ Եվրոպա հասած է եւ վերադարձած է հալեբի մեջ ընդհանրացած երևույթ մը իրեն նման մատներով վրա ովքեր է գաշվել այսինքն մեր կիցած շրջանագի մեջ կամ արվեստակետ մանավանդ որ Եվրոպա ուսանած է եւ վերադարձած է հալեբ չի գա գրեթե արվեստակետը հալեբ չի եկած ով որ արվեստակետ դարձած է գա քիչ է։ ծղամարդ ամոր Եվրոպա գերտար ուսում առնելու հալեբեն գերտար ընդհանրապես քիդական նյութը մանկավարժություն, հոգեբանություն, բժշկություն, ջարդարակիդություն ադոնք կսորվեին մեր ընկերուի Լորիկ Սամուջյանի մաման Լոնդոն գնաց մանկավարժություն ուսանեցավ վերադարձավ հալեբ
դրոցի դնորենուի եղավ, մանկաբարձի դնորենուի եղավ, ով որ նույնիսկ բանը Վանուհին Իսաջանյան Հալեբ ծնած, Եվրոպա ուսանած, վերջը Հալեբ վերադարձած, վերջը Մորեալ անշուշտ, մորակույրս ոչ, Եվրոպա չէ ուսանած, բայց մորակույրս արիտ ունեցավ, երթալու Բելջիկա, հոն բանկինը մեջ դնորենություն, փող դնորենությունը ստանցնելու, ընտանիքեն չերանալու համար չկնաց, Արմինեն, Սիվարտը կազմ, եկ կազմն։ ով Լիզան Բեյրութ կնաց, ամերիկյան համասարան, վերջո Հալեբ եկավ, Չիթի մացավ, մեկ տարի երկու տարի, ինձի ուսուցչությունը լացի, անգել է ճարտեն պոս եկավ։ ծկեց, Կանադա եկավ, որնև մեմը որ թուրս էլներ մեկը, ետ Հալեբ կալը շատ դժվար էր, այսին իմ ծնողքս զիս Կանադա պերած եմ, որտև ես ասած եմ, որ ես Հալեբ չեմ ուզել ուսում արնել, որնև արապերեն էր ուսումը, ուրեմն ասած եմ, որ ես կուզեմ անգլերենով ուսանել, հայրս մտածեր է, որ աստղան եթե գրգենք Բեյրութ, ամերիկյան համասարան, մի չվերաթարնա Հալեբ, ուրեմն դել մերտանք, որ միասին ըլնանք, ադորամար Կանադա եկանք, Սել գուզեմ, որ մեկը, որ Հալեբեն գելեր ուսանելու տուսը, ալ չեր գրնար վերաթարնալ, գամ եթե վերաթարնար չեր գրնար ապրիլ, Չեր համտուժը, որովհետև մտայնությունը Հալեբի, նահապետական, բաբանոական, շատ կոց, patriarchal, conservative մտայնություն է, և գլամիա չլարադիգա, այդ ծևիդակ է Հալեբը։ Ես կացողներեն եմ, բայց ես կգարձեմ, որ մնալու մեջ զորություն մգա։ Գարենալ մնալու մեջ, Հալեբ մնալու, այսինքն։ ուր որ ծնած ես, Որտև հիմա վերջերս Բարսիկ Փեմատրիչիմը հետ բան գնեին, որ ինտերվյու գներ, որ մեկ ամերիկյան հայրաքիմը, որ նշանավոր է դերասաններով եւ այլն ֆիլմի բնորեններու հետ եւ մարդը գսեր, որ հոն է դեղս, հոն եղբայր ունիմ, քույր ունիմ, զավակ ունիմ, այսին դեղն է մարդուն, բայց մեր հարցը, ուր է մեր դեղը, հոս աս պարագրաֆին մեջ դխուր է 126-ին մենք այդ պարագրաֆը Ադի միշտ իմ ուղեղիս մեջ է, որ ուր է մեր դեղը։ 126, վերնակիրը, Պետրոս կարտա, մենք մայրը կգարձեր, մենք մայրը կգարձեր, որ ամենեն զորավոր, վերջին տղտախաղը գխաղը, Սունոն ըսկաց ադիգա և գխեցավ մորը համար։ Okay, աս գետեն կսկսի իվա, ուր, Ուրիշ էր իր հարցը, ուր երթար, Վենետիկ վերջացած արար էր, ոչ ընկերներ գային, ոչ իսկ ուսուցիչը, որ քաշվեր էր դա մեջ և նվիրվեր ուսումնասիրության, ուր երթար, Եվրոպան որևէ ոստան, թե Ամերիկա և ինչ ընելու, հայություն կարոզելու ալ աբարդյուն է ադիգա, թե մորցած էր հայությունը ինալու համաշխարհային ցուցասրահներուն անցքերը, այդ ալ անգարելի է ուրեմն ուր Հայաստան։ Եվ այդ էր Հալեբի բարական, շատ էր Հայաստան կացը, այո, որտեղ Եվրոպան կարելի չէր ոչ գիտել, այո, որտև Հայաստանը կարելիություն գուդար թե ավելի լավ ուսում ստանալու և թե հայ մնալու, բայց պետք է ասել, որ Հալեբեն Հայաստան կացողներու այդ տարիներուն մեծամասնությունը ոչ դաշնակցական շրջանակ է գլային, միան բարեգործական են և թեքեան չգար Հալեբ, այդ շրջանակ է գլային, վեր չգար, իմ մանկությանս չգար, Բայց ես իմ քերիս գար 1926-ի ծնունդ անցմն է, այսինքն թեքեանագար գրքիրեմ։
Կհասկանամ, բայց 1976-ին ինքը ելավ արդեն, բայց տեխնիական էր երբ մեծ մասը, որ Հայաստան գերտային, ոչ տաշնակցական շրջանակ է գերտային, անոնք կընդունվեին։ անի գրնա Դբրոցին անունով գտին։ Ռոցին անունը կիցվի, բայց 70-ը վեճ գիշնում մեղմացավ։ Փոխվեցավ կաց։ Ջեր 90 թվական։ Ուրեմն իր հարցը այն է, որ ուր է դեղս։ Հալեբի մեջ մորը փեշին դակ, մորը կոկնոցին դակ, իր դեղը չէ, հանկիստ չէ։ Վենեդիգը իր դեղը չէ, որովհետև ոչ ընկերները կան, ոչ ուսուցիչը կա, ոչ մեկը կա, Ալֆրեդոն չենք գիտեր, գա չի գա, Հայաստան ուր մնաց, ուր էր տա, Ամերիկա էր տա, հարց մնե, որ ես կկարծեմ, որ Մարուշ ինքը ապրած է, Որտեղ Հայաստան գնաց մարդ։ ինքը վերջ Հայաստան կնաց, ամուսուչ, Բավական երկար։ հավական ուշ, այսին անգախութերեն վերջ հոնդուն կնեց, լավ, Հարցը որ երդիկ են ասկությունը եւ ձմթավայրը նույնը լա, բայց բայց հայերը չլնա բայց Իսկ բուրգային համար դժվար է։ Ուր պատկանի։ Բայց հետո կտեսնես մանավանդ աս երկրի մեջ, որ 1000 դեղերը հոսավակված մարդիկ կան, որուն ինչ հոգն է ուրդեղ են եկել, հիմա հոս է։ Այդ նանոր մեր բարակային Սուրիա, Լիբանան, Ստահ, Բարսկաստան, Եգիպտոս խաղութը այնքան զորավոր էր, որ Հայաստանը չտեսնված Հայաստանը մեր մեջ ցանեց։ Հիմա հոս Այսինքն հոն դողունությունը գար հայրենիքեն դուրս լալով մենք հայ մեծան։ Ամեն բան գիտենք, ամեն ինչ է դեղի, թատրոն, այսինքն արվեստ, գիտելիք, ուսում, ամեն ձևով եւ օծված ասանք հայ գմեցնայ ղեկավար գտարնաս, տասախոս կլաս կամ հաջողակ իսկայական բանգար Ալեբեն չի գա դարօրինակ է ակախարտակու հարցումը չեմ գնալ պատասխանել, որովհետև ես Հալեբի մեջ ինքնին զորավոր հայ կսկայ Հայաստան չի տեսնելով, երբ որ Հայաստան կաց շատ չափահաս մեծ, այսինքն ուշ 2000-ին ես Հայաստան այցելել, բայց ամեն բանի քիծածի պես է Հայաստանը եւ երկու ցևով Հայաստան, այսինքն խորհրդային Հայաստան ապրած եմ, որտեղ հաջող յուրեք ունենայինք մենք մեր տունը, խումբեր երկիչներ, կամ դերասաններ, խումբեր մեր տունը գայցել էին, նվերները Հայաստանի ամեն ինչ ունեի ես ունում, մամուտենես ամեն ինչ ունեի, անոր շունչով, բայց իրական հայը լալուս 100-ին 100 կամ ինչն է որ համեմատությամբ մեծ բաժինը ես Հալեբի կպարտին։ Այսինքն երկերը որ սորված ենք, գարձես հացի հետ երբ սորված ենք։ Դարօրինակ սնունդ մնե ադիգա, այսինքն մարդիկ կադալի գարեն։ իսկական Ես հիմա գծավի որ հոս միայն 4-5 երկ գիտենք մնայուն, անադոնական օրերու, բայց անոր ձարքին դագը հարյուրավոր երկեր կան, որոնց փարերը քիչ մեզ նայ դու ասի չխորում երկ է։ Այսինքն Սեմ ցեղասպանության արդյունք է։ Համացան, բայց եթե գարցնես որ ասկություն թե ծննդավայրը ամեն բոլորը ծննդավայր եթե նույնը լար եւ Հալեբ կամ Լիբանանը լար կամ անչուչե Եգիպտոս կամ ժամանակվա բոլորս դոգուն հայեր մեծան ոչ մեկերս մեջը գասկած կա որ հայկականության հետ սագարգություն անելու ադրամացություն չի գա բայց այո Երանի ես Հայաստան ծնածը լա եւ հոնալ մինչեւ հիմա հոնը լա բայց անոր այդ կոնտրոլ չունի սադոր վրա մեմը դերմա ծնած ենք բայց ադոր բաճարները մեկը զեպիր կարծեմ որ Հալեբի բաբանողական եւ հայրիշխանական patriarchal ընկերությունը լալն է որովհետեւ քեզի կբարդատրեր Կուդարիքի դալ ինձիալ բոլորիսալ որ ատմտնորոդի մեջ մեզ դաս մենք Հալեբ ապրած ադենը իմ Հալեբ ապրած ադենս երկու տարբեր աշխարհներ կային գար իմ աշխարհս որ լրիվ հայկական էր արաբ չգար մեջ գոյություն չուներ իմ ապրած արաբի մեջ հարաբերության մեջ չենք գիտեր արաբներ եւ գար արաբական աշխարհը որ մեզի հետ կապ չուներ լրիվ կապ չուներ այսինքն բացի մայրս շուգա էր տալեն եւ մսակորձինքով են կամ կանաչեն Հայերեն խոսելով մեկ չուներ արաբներուն հայերեն խոսել մեծ մամաս արաբ նվարավանջարներուն է թրքերեն խոսեր որի արաբերեն չեր գիտեր Հալեբի մեջ
դբրոց դուն ագումբ այդ երանգյունի մեջ միայն գրնայր հայելալ, ուրիշ բան չէի գրնարելալ։ Հիմա իսկական հայ բարը սավ Մայդան, ադիգա ես այսին չեմ ուզեր իսկական բանը, սել որովհետև իսկական հայեսված բանը շատ հստակ չալ եւս։ Մանավանդ վերջին 30 տարին եւ որ աշխարհը սկսավ դեպի համաշխարհայնացում, globalization երթալ, իսկական հայով է։ Այսինքն հայկականությունը ավելի զորավոր գնանք սել փոխանակ սել իսկականը որտեղ վստահ չեմ։ Այսինքն որտեղ նույնքան իսկական, ասպես ճագերդավոր իսկական հայեր ելած են անջարեն։ Չէ, Բոս Սլավյան անջարցի չեն կնարսել, որ իսկական հայ չէ։ Լիբանանցիները, բեյրութահայերը, մեր վրա գխնդային, դուք սեն կյուացի եք, որնև իրենք Եվրոպայի հետ գաբի մեջ էին շարունակ։ Բեյրութը Փարիզ կաշվեր, իսկ և որ մենք կանադա եկանք, Եգիպտահայերը մեր վրա գխնդային, որովհետև գսեին, որ դուք մենք իդալացիներու հետ ապրած ենք, դուք բանի մեր արաբները զատ մեկը չեք գիտեր, այդպես կմտածեին, հիմա ասպոլորի մեջ, ով է հայը հարցում է, բայց ասոր մասին չի ասկրությունը, ով է հայի մասին չի ասկրությունը, ինչի մասին է, ով եմ ես, կարևոր բան մգա որ Ես երկու բան կտա, ինձ համար երկու ջղավորումը, որ Անդոր Հովանոցին դա շատ սելիք ունիմ, մեկը պահպանողական կյանքն է, իսկ մյուսը ազատամիտ եւ ստեղծագործության կյանքն է։ Շատ ճիշտ։ Երկուքին Հովանոցին դա հարկելի էին ամեն վիճակները, որ դրվեցավ, մեկը Եվրոպա է եւ արվեստ է, իսկ մյուսը պահպանողական Հովանոցի դա ավանդություն, սովորույթ, մշակույթ, ամուսնություն, ապահովություն բար ուղղակ եւ Հալեբի համար ապահով ըլլալն է, որ մեզ ամփոփած է, որտեղ ամոթ է, ավելի ապահով է եւ այլն եւ ամենակարևոր բանը չարթեն եկող չարթի հետևանքը մեզ աշխապ ապահով բանած է վախ եւ ադի մենք ես հետ սպերած եմ Ադիգա իր կարգին, բայց կարծեմ, որ նշած հագացությունը արվեստակետի կյանքը թե մանավանդ գնոջ համար, ասամբոչ պատմությունը գնոջ համար է, իմը գնա արվեստակետ ըլլալ առանց ավանդական, traditional, ամուսնական կյանքմա ապրելու, այսինքն գնա ինքը արվեստակետ ըլլալ առանց ամուսնանալու, ադի ամբոչ խնդիրը, մայրը գսե որ պետք է ամուսնանաս, ինքը գսե որ ես պատրաստ չեմ, ես կուզեմ, ասպես ասած, արվեստակետի կյանքով ապրել, ստեղծագործել եւ ամուսնությունը, որ ապահովություն է, կարդացեք աստողերը 126 Մինչև երբ այսպես մինակ մնաս, ինչու կուզես, որ անպայման ամուսնանամ, ապահով գլաս, ջիշտալ հոն է արդեն շան կլուխը, ինչ արվեստ ապահովության մեջ, արվեստակետը, ասիկան մարուշի սահմանումն է, պետք է միշտ դակնաբի, որպեսի ստեղծե, արվեստակետը պետք է ներքին խրով ապրի, ներսը պետք է դակտում վրա լա, որպեսի կարենա ստեղծել, միշտ բայկարի մեջ պիտի լա շրջապատին հետ, եթե ապահով ես և ամուսնացած ես, ինչ շրջապատի հետ կրնաս բայկարի մեջ մտնել, միշտ պիտի կասկածի իր վրա, արվեստակետը այն վարկյանին որս է, որ ես եղած եմ, վերջացավ, արվեստը միշտ կման չէ, որ տուն ինքզինքըտ կասկածիս, ինքզինքըտ նորոքես, ինքզինքըտ վեր ստեղծես։ Եվ միան գնաս կնանալ ապահովության մեջ։ Ապահովություն միան կարելի է կնանալ ապահովության մեջ։ Բայց այդպես է, չեմ գիտեր։ Ինչ կկարծեք։ Ես գնալ բան ասել։ Վարգամ, ինչ կկարծեք։ Հիմա ես այո, դատնաբեն է, որ բաներ գծելին, այո,
բայց արդյոք կնշանակե որ ապահովության մեջ Չեն զննում։ ստեղծագործական ոչ մեկ բան կա։ Ինչ Չէ, կարծեմ որ 100 առ 100 ապահովության մեջ կսեգոր։ Այսինքն պետք է որ միշտ դեղմա բաց մնա որ կարենաս։ Օրինակի համար հիմա մենք Գաբրի Կանադա Քեբեկ նահանգի մեջ ապահով է այս նահանգը եւ երկիրը մեր հասկացողությամբ։ Կարծեմ անցական ապահովության Ինչ մասին։ երկրի համար չսեր, ընտանեկան ապահովում։ Անցական։ Բայց Այսինքն գլխավոր հարցը որ ես կտեսնեմ նշվեցավ արդեն բավանողական թե արվեստակետ, որտեղ արվեստակետը միշտ հարաճաթեմ է, միշտ առաջին քիծի վրա է, բավանողական միշտ յետև է, թեպի յետև կացող քիծի վրա է։ Գլխավոր հարցը այն է, որ այսօր ալ մինչև այսօր գիները, մանավանդ գիները, այլ մարդոց համար անգամ խնդիր չէ կարծես, չեմ գիտեր ինչու։ ես Ինչը։ Իմ չեմ վարսում Չոբերչացնի։ Իմ գարձիկովս եթե անձնական ապահովության մասին է խոսքը, այսօրվան թրությամբ այրերը հազարապատիկ ավելի անապահով են առանց ամուսնության։ Այսօրվա դրությունը, այո։ Բայց ասի հին ադեն կրված է եւ միտքերը Այ, ինքա։ ես համաձայն եմ, բայց աս մացքի մեջ թրկերը եւ թրկերը հալեբեն դուրս ելած ընտանիքի մը կամ անձերու մասին են, ոչ թե մեր աշխարհի մեջ։ Մարուշ ասպես մի չկրել ասիա Կանադայի համար։ Որ թվականին հրաժարվել։ 2002։ Ես ինչ երկաթրեցի, ասիգա նետը փանը չելալին առաջ է։ Եվ ինչ կմտածեմ որ գիտես, ինչու գնոջ ապահովությունը գուզեգոր։ Որովհետև այդ շրջանին հալեվի մեջ գիները չէին աշխատել։ Ճիշտ։ Ամուսինին պիտի հենեին, որ ապրելու ապահովություն Ադամ կա, դեսական ապահովություն։ Բայց ես կսեի որ մինչև այսօր գին արվեստագետները, մանավանդ եթե թատրոնի եւ սինեմայի աշխարհ մտնեք, կտեսնեք, որ ամուսնությունները շատ կարճ կտևեն։ Որովհետև ամուսնական կյանքը քեզ կգաբե։ Ստիպված ես զավակով ամուսինով սպաղել եւ չես կրնար երթալ եւ ստեղծագործել։ Երեք կդիտեի որ դոկումենտարիմը ձեզ մի գիշել Love Story ֆիլմը Love story. Ալի Մգրո որ գլխավոր դերասանուհին է այդ ֆիլմի։ Ուրեմն Գամուստանը 70-ական թվականներում շատ նշանավոր այնադեն սինեմայի առաջին աստղերեն Ստիվ Մքքուինին հետ։ Ստիվ Մքքուինը գբարդատրե իրեն, որ 5 տարի ամուսնացած են 5 տարի մնացած են իրար հետ, այդ տարիներուն երբեք չխաղա։ Ասած է, որ կուդեղը սինեման չէ, կուդեղը դունն է։ Եվ ինքը ամուսնին եւ զավակներուն սիրուն Ռաձի ադիգա, բայց 5 տարի մեջ խեղդված է եւ ասած է, որ պետք է փաշնամին ես վերաթարնամ տերասանության։ Բոլոր արվեստագետ գիները այդ բանի մեջ, վիճակի մեջ հանկիստ ու ապահով առանց խրովքի, առանց տակնումրայության կյանք չեն գնար ապրիլ։ Ֆրիդա Կալոն, որ նշանավոր նկարիչ է, ամուսինը, ինչ էր անունը, Դիեգո Ռիվերա կարծեմ։ Դիեգոն ահավոր քեշ վարված է իր հետ։ Եվ այլուկին անվերջ բանի մեջ եղած են, փախումի մեջ եղած են, որովհետև ամուսնական կյանքը գբարդատրե, որ գապ կվիս, եթե չես կնար մտնել այդ ունիֆորմի մեջ, այնադեմ բայթի դեղմը։ Նույնն է բարական, բայց վստահ օրինակներ կան, որ շատ լավ իրար հետ։ շատ քիչ։ Օրինակ, երբ որ Երևան կացած ենք նա Լուսի Ագուլեցին, Լուսի Գագուլեցին, այո։ իրեն ամուսինն ականտավի եւ ամբողջ կյանքը։ Գան, բայց շատ հաճախ։ Երկուքը նույն բանն են։ Օրինակ մտալու համար հաճողած գաբերեն Թեոտիկը, որոնքին Արշակոյի Թեոտիկը առանցին իր ստեղծագործական կյանք ունեցավ, քիրք գրեց, գործիչ եղավ հանրային, Թեոտիկը իր գարքին, բայց եւ որ խոսեինք որ Զաբելի Էսայանի մասին,
Ինչ եղավ։ Զավերը Սայանը շատ կալուխ է բաժնվեցավ ամուսնուն։ Այո, ծովի։ Արվեստագետին հատկանշականը ան է, որ իր մով հազիվ մեջ են գելի, ադա։ Ճիշտ է։ Ինքը իր վրա գետրոնացած է, իր աշխարհ ունի։ Եթե իրեն գոհագիցը ընդունի ադի եւ հարմարի արվեստագետին եւ ընդունի իր աշխարհը, հարկե իրեն բոլոր իրեն դգարություններով եւ արավելություններով միայն այն ադեն է որ գաշնա։ Ճիշտ է։ Մեկ-մեկ ինքը պիտի զոհե։ Ճիշտ է։ Արվեստագետը ուրիշով չի գնար ադաստիճան սպաղիլ ինչքան իր արվեստով, եթե իսկապես արվեստագետ։ Ճիշտ է։ Երբեմն կան որ գահաճողին ամուսնական կյանքի մեջ, որովհետև ամատոր արվեստագետը ինքին կարծե որ արվեստագետ է ինքը, բայց նույն ադաստիճանը ասենք թե չէ ծնած իրեն ծնունդեն հագումը չունի, բայց իրական արվեստագետը չի գնար 1100 իր գործը ցկել եւ ուրիշով սպառել։ Այո, եւ այն արվեստագետները, որոնք ամուսինը կամ կինը ինքնին գզոհեն իրենց ամուսինին կամ գնոջ սիրուին, անոնք սեր ունենալու համար գզոհեն ինքնին, բայց վերջ-վերջո դելմը մի խանգարվի։ Գնամ ոչ գանք պատպես ապրիլ։ Գնամ ոչ գանք պատպես ապրիլ։ Բայց շատ ճիշտ է, որ մեկը ավելի զորավոր է, եթե մանավանդ արվեստը, մյուսը նվազ, ասենք որ Դիկրան Եսայանը, Զավելի ամուսինը, այնքան աննշանավոր նկարիչ չէր։ Այսինքն լավ նկարիչ էր այդքան։ Բայց վերջ-վերջո բաժնվեցան իրար մեջ, որտեղ Զավելը չեմ կարծեր իր խառնվածքով գնար մնալ այդ վիճակի մեջ։ Վերջացրել է առաջ հարցում վերնակիրը։ Մոր կոկնոցը, ինչ անիրա, ինչու մոր կոկնոցն է վերնակիրը։ Ժառանգությունը Հայ ինքն մորը բեսվիդի, լա մորը կոկնոցը վիդի։ Ժառանգություն սիմվոլն է, որ բարոն Արամս ասում, սիմվոլն է, որ հայ դինը հալեբի մեջ, խանոցի մեջ, այդ կոկնոցը։ Բայց ինքը այդ կոկնոցը գնա օգտագործել թե խանոց, դեռ արվեստի ժամանակ է, որ Դելմը անավարդ կոկնոցը գար։ Այո, վերջավորության եմ գար։ Ինչ անավարդ կոկնոցը, ինչու անավարդ է կոկնոցը։ Փափակը չի դառնում։ Կոկնոցը անավարդ չի գնարլան, այսինքն կոկնոցը ինչպես անավարդ։ Այսինքն ամուսնությունը կյանքի հերու անավարդ ու կաուստեր նեդած։ Ինքը չամուսացավ շշամագեց։ Որտեղ կոկնոց փոխանցել իմաստուն է, փոխափերական, այսինքն չար փոխանցել։ Անավարդ է որ նպատակին չծառայեց։ Մայրը քահը գրծավ փոխանցել նշան անավարդ չէ։ Եթե աղջիկը հարիր ընդուներ մոր եւ այո սեր կոկնոցը ստացած։ Կոկնոցի ժառանգ։ Կոկնոցը կարծես ամբողջ օրհնությունը գա աշխատանքությունն է։ Դունին ընտանեկան կյանքին, մորը կյանքին խորհրդանիշն է։ Մոր կոկնոցը եւ ասիկա ինձ մտածել տվավ։ Ուրիշ մոր կոկնոցը շատ նշանավոր։ Արշիլ Գորկին։ Բրավո։ Արշիլ Գորկին։ Ես որս կոկնոց։ Արշիլ Գորկին 1926-ին 32 աս նկարին վրա աշխատած է, ցախ կողմի նկարին վրա։ Նո, չէ, ծրկված է։ Կերկերը չի գա։ Նա սրբած է սրբած։ Ասիկա նկարը առնված է 1912-ին, մայրը զինք դարած է, Արարատ ֆիլմի մեջ ասիկա գալերի աս սեքանսը, մայրը զինք դարած է և մայր ու դղակով կովի գեցած ասպես նկարված են, մայրը կոկնոց մակած է, ձագավոր, և ինքը կովը ծերկը ձայքներ ունի, շատ հետաքրական պատկերմն է աս պատկերը, ծախ կողմինը, մայրը լաչագով, նստած, ինքը կովը ոտքի, ձայքներ վրնած, և որ ինքը գնգարի ասիկա 20 տարի վերջ, մայրը ծերկ չունի, ձայքները անհետացած են,
ջերմակ եւ ուշադրությամբ եթե նայեք աչ կողմի պատկերի մեջ ավելի մոդ են իրար ու քրեթե գտնան ցախի մեջ բաժնված են իրարվի Եվ մայրը թեմքի արդայություն չունի Երկուքն մեջ չունի Չէ, առաջինի մեջ ավելի հստակ Առաջի մեջ քիչ ավելի արդայություն կա բերանփած է Քիզերը ավելի Դրոն թեմքն դխուր է գզակության մեջ Շատ տխուր է Մույսի մեջ քիչ ժբիկ կա Աչինը վան է, չէ վան քաշված է Այո, վան է, այո, վան է Կալիֆորնիա եղած Կալիֆորնիա գնաց է Նյու Յորք Ես մեկ բան գա Երկրորդ ասիգա գոչվի the artist and his mother As նկարը ուրիշ նկար մը գա Ասալ the artist and the mother Արշիլ Գորկի ասոր վերնակիրը շատ երական վերնակիր մնի Դե ինչպես, ասպես է վերնակիրը Դե ինչպես մորս ասեղնակորց կամ ձագազարդ ասեղնակորց կոկնոցը գդարածվի իմ կյանքիս մեջ How my mother's apron unfolds into my life ասե վերնակիրը Շատ երակրական է որ at Դարիներ վերջ ասիգա նկարված է 1934 թե 44 Նկարի մեջ որ շատ abstract նկար մնե հիշողությունը կվերածվի որ վազող քույներու դեպի վար կվազեն որ ներգերը հիշողությունը գլուծվի որ կփաշնվի որ կայքայվի որ իր հիշողությունը փամը չմնացած գարձր այդ կյանքեն փամը չմնացած որ գնաց թփնալ եւ բռնել ամենը լուծվող իրար մե եւ քույներով անշուշտ իրար մե փաշնված բայց իրար փագող խանուրդ բամն է որ անանկստություն մգա մատկերի մեջ չիգա հանկիստ ասպես թեթև մտնորդ շատ գեղեցիկ պատկեր մնե մանավանդ եթե գիտնաս վերնակիրը ավելի կսիրես հիմա ես ասիգա տրի ոչ թե որովհետև Մարուշը ասիգա ուներ միտքը քրանցադենը բայց կարծեմ որ գա բամը Մարուշին գոմեմ որ ստայ Մարուշը գիտե անշուշտ ավելորդ է ասել որ գիտե որ կոկնոցը բայց որ կոկնոցը ընդունիլ իբրև հիշադակ իբրև ժառանգություն իբրև քեզի մնացած անավարտ կոկնոցը որ գես մնացած է ադիգա իր կյանքի մեջ ինչպես կուկա ասոր մասին է ասմատվածքը Քիչ մորմեն մնացած ռեսիպիներուն ալգենանի Ճաշի բաներուն Ձեզ մե ով ունի մորմեն մնացած մնացած ռեսիպի բուքը Ես մորս կոկնոցը բաց Ես ունեմ Ես աստրիկ մորքուր Ես ան մորս ցերակիրով խոակիրները ռեսիպիները որ ալիևս եզերքները սկսած են մորս մանդերուն դեղերը ալյուները յուղերը ամենը երևին Չորեգի մեջ սուրճի կավաց Վերաթարնալով գրության հետաքրքրական էր որ սկսենք Ցունոն եւ Ջունան եւ ասենք որ երկու դարբեր բաներ են եւ այդ նվարդը եւ նոնոնան գրդալը որ երկու հարցում արդյոք քրողին համար երկու դարբեր բաներ են character-ներ են թե Երկու Անդոր մասին չեր մտածած, հա, երկու ինչ որ ինքը սա։ Նույն անձի Երկու դարբեր անհատականություններ են, արդյոք քրողը գանտրատարնա, որ այդպես է թե վայրանշտներ։ Այո, որտեղ արվեստի մասին խոսքի կորն է։ Ցունոն մորը աղջիկն է գլխավորապես այդպես կջանցնի Ցունոն մորը աղջիկն է Ջունան մորը աղջիկը չէ Ջունան արվեստակետ կինն է, երկու դարբեր անձեր կան Եվ ինձ համար ամենը հետաքրքրական դողերը մեկը առաջին դողն էր որ գսե թե մտնեմ հարցուց Ցունոն աչքերը սրբելով
սկիզբը գզես որ ինչու ասախ չի աչքերը գսրբե գոր գուլագոր մեջտեղ էլ որ չէ սոխ կցարտե գոր շատ է դա քրագաներ եւ այդ խոհանոցի մեջ կսկսի կոկնոցին ալ կգապվի Ես նայեցի որ դրամա դրնա դեր գա որ ճիշտ փեմի վրա դրնա սերևա շատ նմավորվեց այս ասված કે որ առաջին անգամ դարձածի լավ շնորհակալություն